Պարոն բարեձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց երևի սկսենք այս հարցից 18-ամյա Դավիթը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ, բավականին ծանր վիճակում, այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը սադրեց եկեղեցում, այսպես ասենք, միջադեպ, եւ որի հետևանքով այսօր այս տղային բանտել են զրկելով նրան վերջի զանգ ունենալու հնարավորությունից, արդեն հայտնի է, որ գանգային ցնցում է ստացել, որովհետև կադրերում երևում է, ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը չասենք, ախրանան հարվածում 18-ամյա Դավիթի գլխին, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այն սանդրանքը, որ տեղի ունեցավ Ծաղկազարդի տոնին, պատարագի ընթացքում եկեղեցի է ներխուժում խմբապետ Շավարշը։ Դե այդ ձևով Չարենցը նկարագրում էր խմբապետ Շավարշին, որ նա նագանը ձեռքին մտնում է պանդոկները, ինչ-որ գինետները, այնտեղ ում ուզում հանում էր, պարասնում էր, ում կնոջը կամ ում ընկերուհուն եւ այլն, այսինքն խմբապետ Շավոն դա մաուզերիստ էր, որը նաեւ ուներ խուլիգանական հակումներ եւ պարտադիր վերջում պետք է սադրեին, որպեսզի հաշիվը չփակեին իրենց կերած խմածի, մի քանի հատ էլ օդ կրակեին գնային։ Ինչ տեղի ունեցավ։ Նախ սադրեցին, գնում է արարողակարգ, երկրի ղեկավարը մտնում է պատարագի արարողությանը մասնակցելու, արդեն ուշացած եւ հրմշտոց է այնտեղ սկսում, որպեսզի ինքը ինչ-որ մի ավելի հարմար ազատեղ գնա կանգնի։ Այն պարագայում, որ ինքը հանգիստ կարող էր մի անկյունում կանգներ, լսեր կամ իր այդ բեմադրությունը, այդ ծիսակատարությունը, որ եկել էր անելու այդ օրով, Հիսուս Քրիստոսը մտավ Երուսաղեմ, այնտեղ վանքում իրարանցում ստեղծվեց, այդպիսի մի դերի մեջ պետք է մտներ խմբապետ Նիկոլը։ Խմբապետ Նիկոլը, որը որ ունենալով պետական ծառայություն, դուք նշեցիք ախրանիկ, այո, եթե լիներ իր հետ լինեին ախրանիկներ, նա լիներ ինչ որ չգիտեմ, ես իմ ով, ես իմ ինչով կեր ախրանիկներ են պահում, դրանց կարելի էր ասել ախրանիկ, բայց իր հետ սպաներ էին պետական պահպանության ծառայության, որոնք ծառայում են պետությանը, որոնք պետք է առաջինը վերահսկեն կարգ ու կանոնը, թույլ չտան, որ լինեն միջադեպեր, կոնֆլիկտներ, խմբապետ Շավոն եկեղեցու ներսում հստակ հրահանգներ էր տալիս իր ախրանիկներին, չէ թողեք մնա, մի շարժեք, մի խփեք, չխփեք, եւ այստեղ հարց է առաջանում, որը որ նաեւ պետք է առաջանա այս հարցը քննչական մարմինների մոտ, ովքեր քննություն են իրականացրել կամ դեռ իրականացնում, կարծեմ արդեն ավարտվել է քննությունը, Պարոնյան Լեո Խաշմերուկի, երբ հղի կնոջը սպանեցին մեքենայի տակ լղջելով, անցնելով, վրայով եւ չկանգնեցին օգնություն ցույց չտվեցին։ Իսկ գուցե մեքենայի մեջ եղած իրենց կլիենտը, հաճախորդը նա է տվել այդ հանձնարարականը, որ մի կանգնեք եւ առաջին օգնություն ցույց տալու անհրաժեշտություն չկա, իսկ մենք գիտենք, որ պետության ղեկավարը նաեւ իր ուղեկցումների ժամանակ ունի բժիշկ այդ ուղեկցող խմբի մեջ, գուցե եւ հնարավորություն լիներ կյանքը փրկելու, այն չծնված երեխայի կյանքը փրկելու, եւ սրա մոտ արդեն սա խրոնիկ մանյակ է ինքը
երիտասարդների կյանքը խլելու, երիտասարդների արյունը խմելու, ինչպես որ սադրեց եւ տարավ կոտորեց ու կոտորում է։ Եվ նույն այս ճակատագրին արժանանալու է նաև Դավիթ Մինասյանը, եթե շարունակվի այս հետապնդումը եւ այս ճնշումները, որ գործադրվում են նրա նկատմամբ եւ սահմանափակում են, որ այն հարվածը, որ նա չպետք է ստանար այդտեղ, դրա կարիքը անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Եվ նման չոր կոշտ հարված է ստանում, երբ երիտասարդը անկանոն շարժում է անում այդ իրավիճակում, պատարակի ընթացքում, երբ գալիս եւ խմբապետ Նիկոլը խժդժություններ է անում։ Դու խմբապետ Նիկոլ ատում ես բոլոր երիտասարդներին։ Դու տանել չես կարողանում, երբ քո որդին որևիցե մեկի հետ ոտք գցել չի կարող։ Ցանկացած հայ երիտասարդի հետ, ցանկացած, եթե ընտանիքի տղա է։ Եվ այս ամեն ինչ, այս հերս, այս թույն, այս տարախը քո մեջ պահելով, դու բոլոր կողմերից ազգին հարվածներ տալով նաև գենոֆոնդին ես հարվածում, որովհետեւ այս քոքը ազգի կտրվի, եւ դեռ այս ամեն ինչից դուրս կան մայրեր, եթե կարելի է այդպես կոչել, կան կանայք, որ հարցումներ են անում եւ ասում են, դե հա, դե ինչ, դե իրան էլի, դե չարիքի փոքրագույնը, մեծագույնը, սա սատանայի գոյանք է, որը մեզ եկավ, հասավ այն բանի համար, երբ մենք ստորադասեցինք մեր արժանապատվությունը, երբ մենք ստորադասեցինք մեր բարեկամ երկրները, երբ մենք փորձեցինք նոր արժեքներ, լիբերալիստական նոր արժեքներ ներմուծել մեր հայրենիք, մեր ընտանիքները, մեր երեխաներին ինչ-որ նորամուծությունների, ականջողների, չգիտեմ, այդ միասեռականության եւ այլ տիպի հասարակական կազմակերպությունների առջև դռները բացվեց Հայաստանի Հանրապետության, այս սուրբ հողի, այս Աստծո կողմից ստեղծված այս երկրի եւ ազգի առաջ, որ նման իրավունք մենք չունեինք, եւ այս դատաստանները մենք հենց այդտեղից ենք ստանում։ Դավիթին առողջություն եմ ցանկանում եւ իրավապահ համակարգը պետք է որ հետեւություններ անեն, գուցե ձեզ խափում է, որ ընտրություններով իրենք վերարտադրվելու են, շարունակելու են, այդպես չի լինելու, մենք հաջորդ հարցերի մեջ կանդրադառնանք այդ մասին, ուշադիր եղեք եւ եւս մի երիտասարդի կյանքը մի խլեք, կարգին լավ տղա է, լավ ընտանիքի տղա է, լավ կրթություն է ստանում, իր հայրենիքը սիրում է, եւ այդպես շատերը կան, շատ Դավիթներ կան, եւ շատ Դավիթների գլուխը հազարներով տարավ կերավ, իսկ դուք դեռ սրան հանդուրժում եք, ձեր 2 կոպեկի համար, որ կոնվերտներով ստանում եք կամ, չգիտեմ, այլ կրիպտոարժույթներով, բոլորիդ առաջ խարանը շուտով գալու է եւ վզներիցդ կախվելու է, ուշադիր եղեք։